Գյումրու հայտնի մեր մանկության տանգոյի կամ Վառե Մարեմի շենքում Տաշիր բարեգործական հիմնադրամի ներդրումներով շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները, նպատակ ունենալով պահպանել շենքի պատմական տեսքը եւ դարձնել այն մշակութային քաղաքին հարիր կենտրոն։ Տաշիր հիմնադրամի ներկայացուցիչ եւ մեր ձևով շարժման հիմնադիր Նարեկ Կարապետյանը շարժման անդամներն ու համակիրները մեր ձևով շարժման Գյումրու գրասենյակի բացումից հետո քայլերթով այցելել են շինհրապարակ, հետևելու աշխատանքների ընթացքին։ Նարեկ Կարապետյանի խոսքով աշխատանքներն ընթանում են կայուն տեմպերով եւ առանց լուրջ խոչընդոտների։ Գյումրի այս ճարտարապետական ամբողջ արժեքը պետք է մենք փորձենք ռեստավրացիայի ենթարկենք հին շենքերը ու վերադարձնենք իր հիմնական տեսքը, որը շատ կխրախուսի ներգնա туриզմին, նաև մեր հյուրերի համար էլ Հայաստան եկող, որ բացի Երևանից ուրիշ քաղաքներ կան, որովհետև միլիոնավոր մարդիկ գալիս են Հայաստան եւ հնարավորություն կունենան նաև տեսնել մեր երկրորդ քաղաք։ Շինարարներն արդեն ավարտին են հասցնում ամրակայման փուլը, իսկ հաջորդ փուլում շենքը կմտնի լիարժեք հիմնանորոգման փուլ։ Ինչպես նշեց Ռուբեն Մխիթարյանը, աշխատանքների ավարտը նախատեսվում է առավելագույնը 2 տարում։ Փոքր տեխնիկական խնդիր կար բալկոնի ապամոնտաժման, դա նույնպես լուծվել է, ապամոնտաժել ենք։ Ամրակայման աշխատանքներից հետո հավելյալ աշխատանքները կտարվեն։ Մի պահ է առանց բալկոններով, բայց այդ զողողությունը հաստատարժի, որ շատ մոտ ապագայում ունենանք հավատացումից աշխարհահռչակ տուրիստական վայր։ Մխիթարյանի խոսքով շինաշխատանքները կատարվում են բոլոր անվտանգության եւ հակահրդեհային նորմերի պահպանմամբ։ Արդեն վերանորոգված շենքը կդառնա ինչպես Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան, այնպես էլ կնախատեսվեն մի շարք սենյակներ մշակութային միջոցառումների ու ցուցադրությունների, հանդիպումների կազմակերպման համար։ Բոլոր հնարավոր օրինական եւ հիմնավոր գործողությունները մեր կողմից կատարվում են, չունենալու, որպեսզի չունենանք որևիցե խնդիր, որևիցե դեպք, որը կարող է ազդել շինաշխատանքների վրա։ Աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո շարժման անդամները այցելեցին նաև Գյումրու Վլադիմիր Բալյանի կամ Սիրեմ Գպուրակ, որը Տաշիր հիմնադրամի աջակցությամբ բարեկարգվել էր դեռևս 2019 թվականին։ Պուրակը, որ գյումրեցիների ու հյուրերի սիրելի վայրերից մեկն է դարձել, այսօր եւս խորհրդանշում է հիմնադրամի շարունակական ուշադրությունը Գյումրու մշակութային ու համայնքային կյանքին։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Գյումրու Խրիմյան հայրիկ 55 կոտորակ 3 հասցեում բացվել է լույս տախանութ սրահի 4-րդ մասնաճյուղը Հայաստանում եւ առաջինը մեր քաղաքում առաջարկելով ժամանակակից դիզայներական եւ էներգախնայող լուսավորության լայն տեսականի։ Ընկերության հիմնադիր Վահագն Հակոբյանի խոսքով Գյումրիում մասնաճյուղ բացելու որոշումը պայմանավորված է քաղաքի մեծ պահանջարկով եւ հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով։ 5 տարի զբաղվել ենք մեծածախ վաճառքով, արդեն 2 տարի է մասնագիտացված ենք մանրածախ վաճառքի մեջ, ինչու հենց Գյումրիում որոշեցինք բացել մեր հաջորդ մասնաճյուղը, թվով 4-րդ մասնաճյուղը, քանի որ Գյումրիից ունենք շատ հաճախորդներ եւ ուզում ենք առաջի հարմարությունը ստեղծենք նրա համար։ Երկրորդ հարմարությունը բոլոր նրանց համար, որոնք դեռ մեր հաճախորդները չեն, եւ ամենակարևոր փաստը բացում ենք նոր 2 աշխատատեղ Գյումրիում։ Խանութը ներկայանում է համաշխարհային ճանաչում ունեցող Smart Buy եւ Umbrella բրենդների ավելի քան 10,000 տեսականիով նույն գնով ինչ արտերկրում։ Մոսկվայի ինչ գնով վաճառվում մենք ունենք մենք այդ ապրանքը ստեղ, եթե մի բան չունենք, ավելի քան 6000 տեսականի մենակ մի բրենդն է ներկայացնում, 5000 տեսականի մյուս բրենդը։ Ամբողջ տեսականին հնարավոր չէր ցուցադրել այս փոքր խանութում, հուսանք հետո կմեծանան կամ գովացեն մյուս մասնաճյուղերը։ Դրա համար հնարավորություն է տալի դա մեզ շատ արագ կազմակերպել ներկրում եւ հաճախորդին սպասարկում։ Շատ ուրախ ենք ներկայանալ Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում։ Այժմ գյումրեցիները կարող են ձեռք բերել որակյալ լուսավորություն մատչելի գնով։ Մենք աշխատում ենք միասին արդեն 5 տարուց ավելի արդյունավետ համագործակցությամբ։ Լույս տա ընկերությունը ցուցաբերում է լավ արդյունքներ, զարգանում է։ Ամեն տարի բերում ենք նոր մոդելներ, երբեմն անգամ ամեն ամիս։ Բոլոր ապրանքներն ունեն երաշխիք եւ բարձր էներգախնայողություն, մինչեւ 8 անգամ ավելի արդյունավետ, քան դասական լուսամփոփները։ Բացման առաջին 20 օրերին մինչեւ հոկտեմբերի 23-ը խանութում գործում է 20% զեղչ բոլոր ապրանքների համար։ Լույս տան ներկայացնում է նաեւ խելացի կառավարման համակարգեր, որոնց միջոցով հնարավոր է մեկ հավելվածով վերահսկել տան լուսավորությունը, ջեռոցումն ու էլեկտրական համակարգերը։ Այդ հարցում վերջիններիս կողքին է Զիգո ընկերությունը։
Հիմնական առավելությունը այն է, որ մարդիկ կարան նույն հեռախոսի մեջ նույն ծրագրի միջոցով կառավարեն այդ բոլոր համակարգերը, պետք չունենան առանձին համակարգեր, ու ամենակարևորը ամեն ինչ շատ մատչելի է, մարդիկ կարող են սովորական անխելք սարքերի փոխարեն դնել խելացիները ու համարյա թե ստացվել է նույն արժեքը շատ հետաքրքիր էֆեկտներով։ Այսպիսով լույս տան առաջարկում է ինչպես բնակարանների, այնպես էլ արտադրական ու գրասենյակային տարածքների լուսավորության նոր լուծումներ, որակյալն ու ոճային է Շիրակի մարզում առավել հասանելի դարձնելով։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։ Հայաստանը հիմնականում մոնոէթնիկ երկիր է, սակայն այստեղ հայերի կողքին ապրում են նաև 11 ազգային փոքրամասնություն։ Նրանք ունեն իրենց ավանդույթները, մտածելակերպը եւ ամենակարևորը՝ կրոնը, բայց այս ամենը չի խանգարում հայերի հետ ունենալ բարեկամական ամուր հարաբերություններ։ Ազգային փոքրամասնությունների ավանդույթները, կրոնը, լեզվի եւ մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքներն ամրագրված են Հայաստանի սահմանադրությամբ։ Ազգային փոքրամասնությունների ամենամեծ 4 համայնքները Հայաստանի օրենսդիր մարմնում ունեն իրենց ներկայացուցիչները։ 2021 թվականից էլ մեր երկրի տոների եւ հիշատակի օրերի շարքում ամրագրվեց եւս մեկը՝ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրը, որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը։ Օրենքի հեղինակը ես եմ եւ անհրաժեշտություն կար ազգային փոքրամասնությունների օր նշելու Հայաստանում եւ մի շարք պատճառներ ունի։ Այսօրը հնարավոր է ուշադրություն հրավիրել ազգային փոքրամասնությունների խնդիրների վրա ամենաբարձր մակարդակով։ Դա լավ տոն է, որովհետեւ բոլոր Հայաստանում գտնվող 11 ազգային փոքրամասնությունները այդ օրը այդ միջոցառմանը բոլորը մասնակցում են, մի կողմից ցույց են տալիս իրենց եղած ադատները, սովորույթները, եւ մյուս կողմից, որ բոլորը մեկը մյուսի սովորույթներին եւ ադատներին ծանոթանում է։ Ազգային փոքրամասնությունները թեև Հայաստանում իրենց օտար չեն զգում, սակայն ունեն մի շարք խնդիրներ։ Նախ եւ առաջ համայնքների խոշորացումն է, ինչպես գիտենք 2021 թվականին, երբ որ ընդունվեց վարչատարածքային մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը, այդ ժամանակ շարժվի չարվեցին ազգային փոքրամասնության խնդիրները եւ դրա կարեւորություն ազգային փոքրամասնությունների համար, այսինքն մինչ 2021 թվականին եւս եղել էր խոշորացման ծրագիր, սակայն ազգային փոքրամասնության համայնքները չէին խոշորացվել։ Ազգային փոքրամասնությունների առաջնային խնդիրներից է նաև լեզվի պահպանման հարցը։ Թեև 2024-2025 թվականների ուսումնական տարում Հայաստանի մարզերի տարբեր դպրոցներում ուսուցանվում են եզդիերեն, քրդերեն եւ ասորերեն առարկաները, սակայն հարցը դրանով վերջնական չի կարգավորվում։ Լեզվի խնդիրը հատկանշական է նրանով, որ օրինակ մենք անցնում ենք ասորեն լեզուն դպրոցներով, սակայն մենք ունենք մասնագետների խնդիր եւ օրինակ օրենքներ ընդունելուց նաեւ եւ առաջ պետք է նաեւ հաշվի առնվեն ազգային փոքրամասնության խնդիրները։ Լեզվի պահպանման մասով մենք արդեն տասնյակ տարիներ խոսում ենք, որ եզդիերենը Հայաստանում մեռնող լեզու է։ Եվ միջոցներ են պետք, որպեսզի կարողանանք համայնքին նաև ավելի մատչելի դարձնել իրենց մայրենի լեզվով ուսուցումը եւ միջոցներ ձեռնարկել, որպեսզի իրենց մայրենիով կարողանան խոսել, կարողանան մտածել։ Ռուստամ Բաքոյանը հեղինակել է ազգային փոքրամասնությունների մասին օրենքի նախագիծ, որը շուտով կդրվի շրջանառության մեջ։ Ընդունման պարագայում հնարավոր կլինի լուծել բարձրաձայնված որոշ խնդիրներ։ Ազգային փոքրամասնությունները որքան էլ որ Հայաստանում կազմում են ընդհանուր բնակչության փոքր 2%-ը, նրանք արմատներով ամուր կառչած են հայկական հողին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե դե Կոտինիին։ Հանդիպան ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը եւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգության առնչվող օրակարգային հարցեր։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանում փոփոխություններ են նկատվում։ Հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը, ամփոփելով Ադրբեջան կատարած այցը։ Նա ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումը։
Սա կարևոր քայլ է տարածաշրջանում կայուն խաղաղության ու կայունության հաստատման ճանապարհին։ Համաձայնագրի հիմնական տարրը տրանսպորտային եւ լոգիստիկ կապերի ընդլայնման պարտավորությունն է։ Դա ոչ միայն կամրապնդի կապերը տարածաշրջանի ներսում, այլև կմոտեցնի Եվրոպան Հարավային Կովկասին եւ Կենտրոնական Ասիային։ Կոսը հավելել է, որ Ադրբեջանը կարող է հույս դնել Եվրամիության վրա կարգավորման գործընթացի հետագա առաջխաղացման համար, ներառյալ հնարավոր անդրսահմանային եւ տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունները, հաշտեցման ջանքերը եւ հումանիտար հարցերը։ Հանձնակատարը նշել է նաեւ, որ Եվրամիությունը մտադիր է ամրապնդել կապերն Ադրբեջանի հետ, զարգացնելով տրանսպորտային, էներգետիկ եւ թվային ենթակառուցվածքները, հաշվի առնելով Կենտրոնական Ասիայի հեռանկարները։ Կոսն անդրադարձել է նաեւ Ուկրաինայում Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքի դեմ Ռուսաստանի գործողություններին, դատապարտել այդ հարձակումները։ Դա պատահականություն չէ։ Եվրամիությունն ու Ադրբեջանը հաստատակամորեն աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Ուկրաինայի քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքներին Ռուսաստանի դիտավորյալ հարվածներն անհիմն են եւ որևէ արդարացում չունեն։ Վրաստանի հասարակությունը Եվրամիությունից ներողություն է ակնկալում իշխանության տապալման փորձին աջակցության համար, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը։ Շալվա Պապուաշվիլու պնդմամբ Եվրամիության խոսնակն աջակցություն է հայտնել Վրաստանի կառավարությունը տապալելու հանրահավաքին, ինչի հետևանքով Վրաստանի նախագահական պալատի վրա հարձակման ժամանակ 25 ոստիկան է վիրավորվել։ Ինչ վերաբերում է Վրաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ նրանց գնահատականին, կրկին կոչ եմ անում ԵՄ բոլոր ներկայացուցիչներին զերծ մնալ կեղծ խոսույթների տարածումից, որոնք ամրապնդում են արմատական ուժերի ձգտումը, խաթարելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը։ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունից հետո Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը եւ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը համատեղ հայտարարություն էին տարածել, կոչ անելով հանգստություն եւ զսպվածություն դրսեւորել հետընտրական շրջանում, հարգել քաղաքացիների հավաքների եւ խոսքի ազատության իրավունքը։ Ամիսներ շարունակ անկախ լրատվամիջոցների վրա հարձակումները, քաղաքացիական հասարակության դեմ օրենքների ընդունումը, ընդդիմադիրների եւ ակտիվիստների ազատազրկումը, ինչպես նաեւ իշխող կուսակցության օգտին ընտրական օրենսգրքի փոփոխությունները կտրուկ կրճատել են մրցակցային ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Կայա Կալասը եւ Մարթա Կոսը նաեւ հերքել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի մեղադրանքներն այն մասին, թե Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար պատասխանատու է Եվրամիության դեսպանը, որն աջակցել է սահմանադրական կարգը տապալելու փորձին։ Եվրամիությունը կտրականապես մերժում եւ դատապարտում է Վրաստանում ԵՄ դերի վերաբերյալ ապատեղեկատվությունը եւ դատապարտում Վրաստանում ԵՄ դեսպանի դեմ անձնական հարձակումները։ Հոկտեմբերի 4-ին Վրաստանում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության օրը Թբիլիսիում հանրահավաք էր սկսվել։ Ցուցարարները ներխուժել էին Վրաստանի նախագահի նստավայր։ Իրավապահները նրանց դեմ կիրառել էին ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ։ Մի քանի ընդդիմադիր գործիչ ձերբակալվել է։ Սիրիայում հոկտեմբերի 5-ին անցկացվել է խորհրդարանի ընտրություն, առաջինը նախագահ Բաշար Ալ-Ասադի իշխանության տապալումից հետո։ Սիրիայում խորհրդարանը ձևավորվում է ոչ թե ուղղակի համաժողովրդական ընտրության միջոցով, այլ հատուկ տարածաշրջանային մարմինների եւ նախագահի կողմից։ Ընտրությանը մասնակցել է ընտրական կոլեգիայի 6000 անդամ, որոնք ընտրում են խորհրդարանի 210 անդամի 2/3-ին, իսկ խորհրդարանականների 1/3-ին կնշանակի նախագահ Ահմեդ Աշշարան։ Անվտանգության եւ քաղաքական պատճառաբանումներով իշխանությունները հետաձգել են քվեարկությունը փոքրամասնությունների կողմից կառավարվող 3 նահանգում։ Այսպիսով 19 տեղ թափուր կմնա, մինչև այնտեղ հնարավոր լինի քվեարկություն անցկացնել։ Ահմեդ Աշշարան ժողովրդական խորհրդի ընտրությունն անվանել է կարևոր ձեռքբերում, հույս հայտնելով, որ նոր խորհրդարանը Սիրիայի բարգավաճման համար նոր էջ կբացի։ Հրապարակվել են հոկտեմբերի 4-ին Չեխիայում տեղի ունեցած խորհրդարանի ընտրության արդյունքները, հաղթել է միլիարդատեր Անդրեյ Բաբիշի կուսակցությունը, ստանալով ձայների գրեթե 35%, այսինքն 200 տեղանոց ստորին պալատի մանդատներից 80-ը։ Ըստ Պոլիտիկոյի դա ամենաբարձր ցուցանիշն է, որ որևէ առանձին կուսակցություն երբևէ գրանցել է Չեխիայի խորհրդարանի ընտրությունում։ Բաբիշը, որը 2017-ից 2021 թվականներին զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը, արդեն կոալիցիա ձևավորելու շուրջ բանակցություններ է սկսել ոչ Եվրոպամետ երկու կուսակցության հետ, որոնք հաղթահարել են 5%-ի շեմը։ Վարչապետ Պետր Ֆիալայի աջ կենտրոնամետ իշխող կուսակցությունը ստացել է ձայների 23%-ը։ Իսրայելը եւ Համասը Եգիպտոսում անուղակի բանակցություններ են մեկնարկում, որոնց նպատակն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի կյանքի կոչումը։ Բանակցությունները տեղի են ունենում Կատարի եւ Եգիպտոսի միջնորդությամբ։ Համասը համաձայնել է Թրամփի 20 կետից բաղկացած ծրագրի մի մասին, այդ թվում իսրայելցի պատանդների ազատ արձակմանը, սակայն որոշ պայմաններ շարժումը դեռ չի ընդունել։ Համասի պատվիրակության ղեկավարն է Խալիլ Ալ-Հայյան, որին սեպտեմբերին Իսրայելը փորձեց սպանել Կատարում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանգստյան օրերին Համասի եւ տարբեր երկրների
հետ դրական քննարկումներ են տեղի ունեցել Գազայում պատերազմի ավարտի շուրջ։ Թրամպը նաև կոչ է արել արագ առաջ ընթանալ։ Ժամանակը շատ կարևոր է, այլապես մեծ արյունահեղություն կլինի, որը ոչ ոք չի ցանկանում, հավելել է նա։ Միևնույն ժամանակ ըստ Գազայի առողջապահության նախարարության վերջին մեկ օրում իսրայելական հարվածներից եւս 65 պաղեստինցի է զոհվել։ 2 տարվա պատերազմի ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 67,000-ը։ Մարտունի քաղաքի Միասնիկյան եւ Երևանյան փողոցներում մի քանի ենթակառուցվածքների հիմնանորոգում է իրականացվում։ Շինարարական աշխատանքները կատարվում են պետական սուբվենցիոն եւ համայնքային ծրագրերով։ Պետբյուջեի միջոցներից շուրջ 677 միլիոն դրամ է հատկացվել նշված 2 փողոցների ասֆալտապատման եւ մայթերի վերակառուցման համար։ Ավտոճանապարհի հիմնանորոգման գլխավոր արգումենտը դա ջրահեռացման համակարգն է, որը այս պահին մենք իհարկե կառուցում ենք։ Ավտոճանապարհի երկարությունը 2 փողոցներին միասին կազմում է կիլոմետր 700 մետր։ Շինաշխատանքները նույնպես կատարվում են ժամանակակից նորմատիվներին համապատասխան, աշխատում ենք ամբողջ տեմպով, որպեսզի ճիշտ ժամանակին ավարտենք եւ շահագործման հանձնենք մեր բնակչությանը։ Երևանյան փողոցում ջրահեռացման ներքին եւ Միասնիկյանում արտաքին ցանցերի կառուցմանը զուգահեռ արտիականացվում են նաեւ գոյագծերի դիտահորերը։ 60-ականներին եւ 80-ականներին կառուցված գոյագծերը գործող են, սակայն դրանց շուրջ 55 դիտահորերը քայքայված են։ Դրանց փոխարինումը նորերով կատարվում է համայնքային բյուջեի միջոցներով։ Քան որ պետք է ունենանք վերջնական լավ կառուցված, վերակառուցված փողոց քննարկման արդյունքում որոշեցինք, որ նաև պետք է փոխենք դիտահորերը։ Հետագայում զերծ մնալով ասֆալտի շերտը քանդելուց եւ վնաս տալուց։ Կարելի ասել դիտահոր գոյություն չունի, լրիվ քայքայված, քարերով հավաքված ինչ որ մի զանգված է։ Լրիվ տեղադրվում է նոր դիտահոր, ներքևը կատարում է բետոնային աշխատանք, խողովակի կողքերը B15 բետոնով, խտացված բետոնով, իր վրա տեղադրվում է նորից բետոնով դիտահոր, կա կրկնակի դիտահորեր ըստ խորության հետակը պայմանավորված, կա մի դիտահոր։ Որպեսզի հետագայում հիմնանորոգված ճանապարհահատվածը չքանդեն, միանգամից արտիականացվում է նաև Երևանյան եւ Միասնիկյան փողոցների շուրջ 2 կիլոմետր երկարությամբ արտաքին լուսավորության ցանցը։ Մոտ 123 միլիոն դրամ արժողությամբ այս աշխատանքներն էլ կատարվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Ըստ ծրագրի պետք է բոլոր վերգետնյա մալուխային ցանցերը անցնեն խրամուղիներով, մալուխատարերով ստորգետնյա։ Նաև տեղադրվել են նոր հենասյուններ լուսավորության համար, որոնք ցինկապատ են, որոնք եղանակային տարբեր պայմաններում իրենց ավելի լավ են դրսևորում։ Ինչպես նաև տեղադրելու են ժամանակակից LED լուսատուներ։ Շինարարական բոլոր աշխատանքները մեկնարկել են սեպտեմբեր ամսվա սկզբին, իսկ ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։ Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում Ստեփանավանի համայնքապետարանի հովանու ներքո կայացավ մի Սար սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը կրում էր նվիրում իմաստությանը եւ սերունդներին խորագիրը։ Համերգային ծրագիրը նվիրված էր տարեցների միջազգային օրվան եւ ուսուցիչների տոնին։ Պես գիտենք, մեր քաղաքը շատ մշակութային է եւ պարբերաբար մեր մոտ մեծ մշակութային միջոցառումներ են անցկացվում եւ մենք նաեւ մեր գերագույն նպատակն է վերականգնել հին ավանդույթները։ Երբ որ նախկինում ասում էին Ստեփանավան, բոլորը գիտեն, որ Ստեփանավանը ամեն ինչ կա, ինքը փայլում է իր մշակութային միջոցառումներով եւ հյուրընկալություններով եւ մեր նպատակն է նաեւ, որ հին ավանդույթները վերականգնվեն։ Ստեփանավանի մշակույթի պալատում նմանատիպ միջոցառումներ հաճախակի են կազմակերպվում՝ կինոդիտումներ, համերգներ, ներկայացումներ։ Ստեփանավանի հանդիսատեսը, թե մանուկները, թե մեծերը վայելում են հագեցած մշակութային կյանք։ Վերջին շրջանում հյուրընկալվել են օպերայի եւ բալետի ազգային թատրոնն ու ֆիլհարմոնիկ նվագախումբը, եւ շուտով նորությամբ հանդես կգա նաեւ մշակույթի պալատը։ Երևի գաղտնիք եմ բացում հիմա, մի շատ կարևոր լուր ունենք, Ստեփանավանը ուզում է իր թատրոն ունենալ, առաջին քայլերն են կանում եւ մոտ օրերս պետք է ունենանք նաեւ մեր թատրոնի պրեմիերան։ Ուզում եմ ուսուցիչներին եւ տարեցներին քաջառողջություն մաղթել, բազում հաջողություններ, շատ ու շատ, արև շատ, պայծառ օրեր։
Միսար սիմֆոնիկ նվագախումբը իր գործունեության 3 տարիների ընթացքում առաջին անգամ էր համերգով հանդես գալիս Ստեփանավանում։ Հանդիսատեսին ներկայանալով միջոցառման համար հատուկ ընտրված ծրագրով, հայ մշակույթի գոհարներով, որոնք իրենցից ներկայացնում են հին երգերի ու նոր գործիքավորման միասնություն։ Միսարի ամբողջ ծրագիրը համերգային իրենից ներկայացնում է հայկական ստեղծագործություններ, ազգային, հերոսական, աշխուհական եւ ժողովրդական, որոնք որ վերափոխված են սիմֆոնիկ նվագախմբի համար, ինչը որ ավելի գրագետ եւ ավելի հետաքրքիր է դարձնում եւ փորձում է ավելի ջերմ կապ հաստատել հանդիսատեսի հետ։ Կուզեի շնորհավորել մեր մանկավարժներին եւ տարեցներին։ Գիտեք, այդ կապը մշակույթի ուսուցչած եւ տարեցների դա այնքան սերտ եւ այնքան ջերմ է, որ եթե չլինի ծերը, եթե չլինի տարիքավորը եւ տարեցը, մանուկը իր փոքր հասակից այդ գրագետ մանկությունը չի ունենա։ Եթե չլինի ուսուցիչը, մենք չենք ունենա կրթված սերունդ։ Իսկ եթե չլինի մշակույթը, դա արդեն ողբալի կլինի մեր ընդհանուր ազգի մշակույթի զարգացման համար։ Հանդիսատեսի շարքերում նաև մեծահասակներ ու մանկավարժներ էին, ովքեր արդեն անցել են վաստակած արժանի հանգստին։ Հաճույքով լսում են, ձայնակցում ու բուրմ ծափերով են արձագանքում յուրաքանչյուր կատարմանը։ Նրանց համար օրը հիշարժան էր ուլի գեղեցիկ ակնթարթներով ու անմոռանալի հուշերով։ Հաճելի էր լսել ժողովրդական ազգային երգեր, կարոտել էինք։ Յուրաքանչյուր քաղաքի շրջանի մարդու համար շատ կարևոր է, չէ՞ որ մարդը ինտելեկտուալ մակարդակ ունի, ուզում է հաճույք ստանալ եւ ներկայանում է։ Հաճելի է ու միշտ եղել է Ստեփանավանում։ Ես դեռ չեմ հիշում, ես մշտական հաճախորդներից մեկն եմ։ Միշտ հրավիրատոմսերով, միշտ ցանկալի մարդկանց շրջապատում։ Ես այսքան տարի եկել եմ համերգներ եմ վայելել, բայց այս համերգը յուրահատուկ էր ինձ համար, որովհետև դիժորը ինձ հիացրեց իր կատարմամբ եւ երգիչը։ Շատ սրտալից սրտաբուխ երգեր երգեցին, այսինքն 70-ականների, 60-ականների Բադալյանի երգերից երգեցին, Նորայրի երգերից երգեցին եւ շատ հուզիչ էր։ Ես վայելեցի, այնպես որ շնորհակալություն ամբողջ ազնագազմին իդեմս մեր դիժորին։ Շնորհակալություն մեր քաղաքապետին, որ այսպիսի միջոցառումներ ա ձեռնարկել եւ մեզ մեծահասակներս վայելում ենք այս միջոցառումը։ Նվիրումի իմաստությանը եւ սերունդներին խորագիրը կրող համերգը ապացույցն էր այն բանի, որ Ստեփանավանում մշակութային կյանքը շարունակում է իր ծաղկուն ընթացքը։ Մենինգիտ, մենինգոկոկցեմիա։ Վերջերս տարածում գտած այս վարակից հանրապետությունում 1 մարդ է մահացել։ Մենինգոկոկերի կողմից հարուցվող սուր շնչառական այս վարակի կլինիկական արտահայտությունը միշտ չէ, որ մենինգիտի է վերածվում։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման վարչության պետը մանրամասնում է։ Կարող ենք ունենալ ինչպես թեթև ձևեր, օրինակ մարդը մենինգոկոկով վարակվի, բայց իր մոտ առաջանա թեթև ձևը նազոֆարինգիտի տեսքով, որը նման է սովորական սուր շնչառական վարակի, եւ դրանով էլ ավարտվի եւ մարդը չիմանա, որ իր մոտ մենինգոկոկ կա, եւ ամբողջ բնակչության շրջանում մինչեւ 10% կարող է լինել մենինգոկոկակրության դեպքեր, երբ որ մանրեն կա սանձի բկանցքում։ Հիվանդությունը կարող է ծանր ընթանալ այն մարդկանց մոտ, ովքեր ունեն իմունային անբավարարություն, ուղեկցող կամ քրոնիկ հիվանդություններ։ Թիրախային խմբում հիմնականում մինչև 5 տարեկան եւ 65 տարեկանից բարձր անձինք են։ Ծանր ձևերի առաջացման հավանականությունը շատ ցածր է, բայց այնուամենայնիվ հնարավոր է եւ տարեկան Հայաստանում եզակի դեպքեր են գրանցվում մենինգոկոկային մենինգիտի կամ մենինգոկոկցեմիայի։ Հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։ Ախտանշանները կարող են լինել նույնը, ինչ շնչառական այլ վարակների դեպքում։ Հետևաբար կանխարգելիչ միջոցառումները պետք է իրականացվեն նույն կերպով։ Որևէ ախտանշան ունենալուց չշփվել անձանց հետ, չմասնակցել մասսական որևէ միջոցառման, ձեռքերի հիգիենան պահպանել, եթե հնարավոր է կրել դիմակներ, մնալ տանը եւ դիմել բժշկին։ Որևէ դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ։ Սուր շնչառական վարակների սեզոնը բացվում է տարվա 40-րդ հոկտեմբերի առաջին շաբաթը։ Սվետլանա Գրիգորյանի խոսքով այդ շրջանում կարևոր է սեզոնային գրիպի կանխարգելումը համապատասխան պատվաստանյութի միջոցով։
ունենք արդյունավետ պատվաստանյութ, որը սեպտեմբերի 8-ից արդեն բաշխված է բոլոր պատվաստում իրականացնող բժշկական կազմակերպություններին եւ իրականացվում են պատվաստումներ սեզոնային գրիպի դեմ։ Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց համար։ Ռիսկի խմբերը 6 ամսականից 5 տարեկան երեխաներն են, ուղեկցող քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք են, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք են, հղիներն են, սոցիալական խնամքի կենտրոնի ինչպես շահառուներն են, այնպես էլ աշխատակիցները, բուժաշխատողները, զորակոչային տարիքի անձինք, նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձինք։ Այս տարի Հայաստանում մենինգոկոկային վարակի 6, նախորդ տարի 9 դեպք է գրանցվել։ Չնայած եզակի հանդիպելուն վարակից խուսափելու համար բժիշկները հորդորում են ինքնաբուժությամբ չզբաղվել եւ հետեւել կանխարգելիչ միջոցառումներին։ Օգոստոսի 1-ի երեկոյան քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում էր տվել Փակ բաժնետիրական ընկերություններից մեկի տնօրենը։ Ըստ հաղորդման, վերջին 15 օրվա ընթացքում կոտրել են Նժդեի փողոցում գտնվող իրենց պահեստի դրամփականը եւ գողացել 10 միլիոն դրամի տնտեսական ապրանքներ։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ հանցագործությանը մասնակցել է նաեւ Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով։ Հոկտեմբերի 1-ին նա ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին։ Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ըստ նախնական տվյալների հանցագործությունը տեղի է ունեցել հուլիսի 30-ին առավոտյան ժամը 5-ին։ Բացի վարորդից մասնակցել է եւս 2 հոգի, որոնք Շենգավիթի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել են բաժին։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։